ու դե ենք խմենք, թե գնանք հանգստանանք։ Լոխել թանկ է էլի։ Որ ապրանքներն են թանկացել։ Նկատում եմ, որ թանկացումները շատ է։ Կինս առել Տուրանում իսկականից թանկ է։ Ամեն ինչն է թանկ է, ամեն ինչ։ Աշխատավարձները ցածր, բայց սա թանկ։ Միրգը չի էժանանում ուղղակի։ Սու, գաթ, հաց, ամեն ինչ։ Թանկացել է։ Հա, մանավանդ միրգերը լավ թանկ է, ծմերուկը թանկ է։ Ու դե ենք խմենք, թե գնանք հանգստանանք։ Ընդհանրապես բոլորն էլ թանկացել են, ոչ մի նորմալ ապրանք, նորմալ գին գոյություն չունի։ Կրկնակի, հա թանկան օրերի վրա չի բավականացնում ընդհանրապես։ Եթե կողքից աշխատան կամ հարազատների օգնություն չլինի, ոչ մի բան։ Կատնամթերքը, կարագը, երշիկեղենը, մսեղենը, ամեն ինչն էլ թանկ վիճակում է։ Մսի գինը, որ 8500 դրամ լինի, ինչ եք մտածում, ոնց կարող են մարդիկ օգտվել։ Առավելևս թոշակառուները խոսքի իմ նման մարդիկ։ Մազիվ առօրյա կոմունալների բաների ֆինանսն ենք հասցնում, որպեսզի հոգանք, դա հանգստանալու ոչ մի բան։ Ընդհանրապես ես առևտրի հետ կապ չունեմ։ Լոխել թանկ է էլի, լոխել թանկ է։ Հասցնում եք։ Իժան։ Ես, например, չէ, բայց մնացածը գիտեմ, չի на пенсии. Да, обычно узать-чузать или кушать надо ли, экономия пеновану, բայց էլի узать-чузать кушать надо ли, կոզի թանկը։ Ավելի շատ սնունդը։ Ինչ է հատկապես կատնամը։ Կաթնամթերքը։ Նու միրգը բանջարեղենը մասամբ, ոչ բոլորը։ Բոլորը։ Իհարկե նկատում եք։ Կաթնեղեն, օվեշի։ Ամեն ինչ է ես կասել։ Ամեն ինչը։ Քիչ-քիչ էլի երևում է։ Չէ, չեմ նկատել։ Իսկ թվում է մեր ազգային տրադիցիաների մեջ է մտնում թանկացնելը։ Ինձ մոտ տես տպավորություն է, չգիտեմ։ Նկատել եմ, ինձ թվում է մենք ավելի լավ ենք սկսել ապրել, ոչ թե հարուստ ենք ապրում, մենք ավելի հանգիստ ենք սկսել ապրել։ Գիտեք ինչ, ինձ թվում է ընդհանուր առաջընթաց կա, բայց իհարկե խնդիրներ շատ կա, բայց ինձ թվում է խնդիրներ միշտ լինելու է։ Նու կարևորն է, որ մենք միշտ առաջ գնանք, այլ ոչ թե հետ նայենք։